Ունեցել եմ 2 ամուսին։ Զոհաբերել եք ձեր սերը, հա։ Դավաճանություններ են եղել։ Երբեք տղամարդու համար չեմ կռվի։ Հարաբերությունները դադարեցրել եք հենց քաղաքականության պատճառով։ Ինչին էր պետք, որ Շուշան Պետրոսյանը հայտնվեց քաղաքականության մեջ։ Ձեզ էր պետք։ Կարելի է մի փոքր դադար տալ, մթնոլորտը ոնց որ թեժացավ։ Թող դեպրեսիվ մեջ ընկնեն նրանք, որ ինձ չեն կարողանում կոտրել։ Ոմանց արգելել եք, որ ձեր երգացանկից երգեր կատարեն։ Հայաստանում ունեք 6 կամ 7 բնակարան։ 25, ես նախկին եմ, էլի։ Յուրաքանչյուր մարդ, հատկապես հանրային դեմքերը, ունեն 2 կողմ։ Այն ինչ ցույց են տալիս բոլորին եւ այն, ինչ խնամքով թաքցնում են բոլորից։ Մենք նրանց բերում ենք մի տարածություն, որտեղ այդ 2 կողմերը պայքարում են միմյանց դեմ։ Դուք դիտում եք Ելակետ տեղեկատվական կենտրոնի ամենաթարմ, ամենաինտրիգային նոր 2 դեմք նախագծի մեկնարկը։ Մեր հաղորդման մեջ չի լինելու չեզոքություն։ Կհնչեն բարի հարցեր, թեթև, հասկացող, հետաքրքիր, ջեր եւ կհնչեն բավականին չար, պրովոկացիոն, սուր եւ երբեմն էլ անհարմար։ Բայց այստեղ կա մի բայց։ Մենք ինքներս դեռ չգիտենք, ով որ կողմում է։ Դրա համար երևի մեզ կօգնի ավանդական չինկաչունգը։ Ինչու ոչ։ Ով հաղթի, նա կլինի այսօրվա բարին։ Գնացինք։ Սուսիկը բարին է, իսկ ես չարը։ Ժամանակն է ներկայացնելու այսօրվա հյուրին։ Նրա շուրջ էմոցիաները երբեք չեն դադարում, կամ նրան շատ սիրում են, կամ չեն սիրում, կամ փառաբանում են, կամ էլ քննադատում, բայց երբեք չեն անտեսում։ Զգացմունքային, ուղիղ, տաղանդավոր արվեստագետ եւ կին։ Մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։ Շուշան, ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը եւ այսօր մեր տաղավարում եք։ Ճարչուն էի մերժելու։ Մենք միայն ուրախ Ծանոթ ենք։ էր խառնվել։ Շուշան, այսօր տալու ենք ձեզ մի քանի հարցեր, որոնցից ոմանք կլինեն բավականին բարի, իսկ ոմանք բավականին չար։ Իսկ վերջում Մի բան ասեմ, զարմանալին այստեղ բարին է։ Վերջին շրջանում այնպես որ համաձայն եմ։ զարմացրեք ինձ բարի հարցերով։ Բայց վերջում դուք եք որոշելու, թե որ հարցերն էին ավելի ձեզ համար մոտ սրտի եւ ավելի բնական։ Բարի թե չար։ Այո։ Լավ։ Մենք տարբեր բևեռներ ենք, ես եւ Կարենը, այսօր բարի դերում ես եմ լինելու։ Իսկ Կարենը Ես կփորձեմ պրովոկացիաներ Տեսնեմ, ստեղծել այստեղ։ Ես քանի որ բարին եմ, ինձ թվում է կարելի է ինձանից սկսել, չէ՞։ Սկսիր։ Ինձ համար միևնույն է։ Շուշան, շատերը գիտեն ձեզ որպես երգչուհի, բայց մոռանում են, որ դուք նաև պրոֆեսիոնալ գեղանկարիչ եք։ Պատկերացրեք այս պահին այստեղ կտավ կա, ձեր հոգեվիճակի գույներով պետք է կտավը գունազարդեք։ Ինչ գույներ կներառվեն այդտեղ։ Առավոտվա գույներ չլինեին։ Այն երգը, որ լսում եմ հիմա, այդ երգերի տրամադրությամբ ինչ-որ մի բան կլիներ։ Ամբողջ ձեռքերս իդեպ սոսինձի մեջ կորած է, որովհետև մինչև ժամը 3-ը գիշերվա կոլաժ եմ արել մի հատ։ Շատ սիրում եմ նկարել, գույն առասարակ եւ իրենք շատ միակապված են երաժշտության հետ։ Շուշան, այս ամեն իսկապես շատ խորն է, շատ իմաստուն, գեղեցիկ, տաղանդավոր, բայց կան հակադրություններ, հա, նամանավանդ հասարակության մեջ կա կարծիք, որ Շուշան Պետրոսյանը լինելով այսպիսի տաղանդավոր մեծ արտիստ, ինչու է շատ հաճախ մեկնաբանություններ թողնում Facebook-յան օգտատերերին, երբեմն շատ բիրտ, կոպիտ ու սա տարիներ շարունակ նկատելի է։ Չի լինում երբեմն պահ, որ ինքներդ հետո նայելով ձեր գրվածին ասում եք, արդյոք պետք էր նման ձև Երբեք անել։ բան չի եղել, որովհետև ես այն եմ ինչ կամ, իմ գրառումները կարող են լինել շատ խիստ, կարող են լինել սարկաստիկ, բայց երբեք վուլգար չեն լինի։ Իմ տված պատասխանների համար միշտ պատասխանատու եմ, այսինքն ես կարող եմ յուրաքանչյուր մարդու պատասխանել եմ, ինչպես դուք ասացիք, բիրտ, կոպիտ։ Կոպիտը հասարակ բառ է, բիրտ, խիստ։ Ես պատրաստ եմ այդ նույնը ասել նրա աչքերին նայելով։ Եթե դա իրական է, որտեղ հիմնականում այդ զազրախոսները fake են, դա այդ կոնցերնի աշխատողներ են, որոնց հիմնականում չեմ պատասխանում, բայց շատ լավ անուն ունեմ իրենց, եւ որ տեսնում եմ աղմաղագույն տեքստագրված, ասում եմ թեփ։ Չի լինում պահերը, երբ ինքնատիրապետման այս սահմանը իսկապես անցնում եք։ Ուրեմն ինքնատիրապետման սահմանը այնքան կուռ է,
եւ երբեք չի անցել։ Որ եթե ինձ մեկ-մեկ թույլ եմ տալիս մարդկային թուլություններ, դա շատ սովորական է, ես աստղ չեմ, ես սովորական մարդ եմ։ Ավելի շատ ձեր նման, որտեղ ինքը չարա, չէ՞։ Ավելի շատ ձեր նման, բայց մարդ եմ, որն ունի իր էմոցիաները, ունի իր պահանջները, հասարակությունից նաեւ, որ ավելի բարեկիրթ լինեն, որ նույնիսկ երբ որ զազրախոսում են, գրագետ գրեն դա։ Ես վստահ եմ, որ այդ էմոցիոնալ վատ շրջանում ձեզ արվեստն է հանում այդ վիճակից։ Նկարչությունը, ինչպես նշեցիք, երաժշտությունը, խոհանոցում պատրաստելը, պատկերացնենք, որ ամենաբարդ իրավիճակում կա ինչ-որ երգ, որ այդ երգով դուք կարող եք ձեր մեջի ասելիքը ասել, որովհետև երբեմն բառերը իհարկե ավելորդ են, չէ՞ լինում։ Խաչատուր Ավետիսյանի օրոցայինը, որ մայրս է երգում, խենթանալիք ստեղծագործություն է, դա եմ լսում, շատ սիրում։ Հիմնականում լսում եմ լավ երաժշտություն, այսինքն ունեմ փլեյլիստեր, այսպես ուղղակի հավաքածու փլեյլիստերի, որ ամեն անգամ ինչ որ մեկը կարող է գերիշխող դառնալ։ Դա ջազային կոմպոզիցիաներ են։ Դա Էլիան Էլիասն է, Անդերսոն Պակն է, երիտասարդ անուններ եմ տալիս, նո Էլիան Էլիասը հին գազոն ջազ դաշնակար եւ երգչի է, բայց Անդերսոն Պակը նոր սերունդ է, Իբա Սմիթն է նոր սերունդ, գժվելու երաժիշտներ կան աշխարհում, եւ ես միշտ հետեւում եմ, թե ինչ է կատարվում եւ ոչ միայն հետեւում, այլ նաեւ իմ ընկերներին ուղեցույց եմ նաեւ, որ ասում նայեք ինչ նոր բան եմ գտել։ Շուշան, դու ունես Փիսիկ։ Բացի ես իմ հարցը հիշել եմ, ուզում ես ասել։ Ես աշակի պա։ Աշեմ կարող պատահել, չիլեցի պռռ։ Ասա։ Երաժշտի համար բեմից բացակայելը կարծում ստրեսային է։ Դուք ոնց եք վերադարձել հետ բեմ եւ կարոտը ոնց կմեկնաբանեք։ Ես ճիշտ ասած չեմ էլ հեռացել բեմից։ Ես շատ երկար ժամանակ բարեգործական համերգներ եմ երգել եւ այն շարունակվում է դեռ եւ ունեմ ամեն ամիս մեկ մենահամերգ։ Ես չեմ կարծում թե շատ երգիչների հնարավորություններ ունենալ ամիսը մեկ անգամ մենահամերգ երգել։ Տեսահոլովակներ գուցե չկան, համերգներ միշտ եղել են։ Տեսահոլովակներ չկան, որովհետեւ դա մեծ գումարներ են եւ ես ինչ որ ուրիշ գործ անելու փոխարեն, ասենք դժվար տեսահոլովակի վրա գումար ծախսեմ, եթե կան երգերը, եթե երգերը կան ավելի լավ է, երգեր, համերգներ։ Շուշան, թեպետ ես այսօր չար կերպարում եմ, բայց չեմ կարող չնշել, որ չի գտնվի մեկը, ով չի համաձայնվի, որ դուք ունեք շատ բարձր երաժշտական ճաշակ, բայց այնուամենայնիվ դուք շատ հաճախ քննադատում եք երիտասարդ որոշ արտիստներին, միգուցե եւ օբյեկտիվորեն, միգուցե եւ սուբյեկտիվորեն, բայց լինում են պահեր, երբ նայելով թե ինչ է կատարվում ժամանակակից հայկական շոու բիզնեսում, մտածում եք միգուցե գործ չունեմ, հա, գտնվեմ այդ միջավայրում, սա իմ տեղը չի այլևս։ Այդ բան չկա, ես ապրում եմ Երևանում, ուզեմ թե չուզեմ, ես այդ ոլորտից եմ։ Եթե լավ բան լսում եմ, ասում եմ, որ շատ լավն է, ինչ տաղանդավոր է, եթե վատն է, ասում եմ վատն է, այդքան բան։ Այս պահին դուք գտնում եք, որ դուք շոու բիզնեսի լիիրավ անդամ եք։ Չէ, իհարկե, շոու բիզնեսի լիիրավ անդամ չեմ, բայց գտնվում եմ դրա մեջ։ Լիիրավ անդամ չեմ, ոչ թե իմ ցանկությամբ, այլ շատ իմ ընկերների ցանկությամբ, որ ընկերների ցանկությամբ, որոնք որ նույնիսկ տեղեր ա եղել, որ հայտարարել են, որ ինքը չի երգում վաղուց։ Եվ եթե շոու բիզնեսի մյուս ներկայացուցիչ ընկերներս, որոնք իրական են, չասեն ոնց չի երգում, են էլ ոնց է երգում, այսինքն ես չէի մասնակցի ինչ-որ համերգների, բայց չգիտեմ ինչ նախանգարում։ Այսինքն ինձ թվում է, որ ես չերգեմ, իրանք դրանից ավելի լավ են երգելու, այդ խանգարողների մասն եմ ուզում։ Ինչն է խնդիրը, ուզում եմ ասել, ամեն մարդ իր գործն է անում, չէ՞։ Բա մեռակ այդ նախադասին ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, բայց զբաղվեք ընկերից, ինչ եք ուզում։ Ես երգում եմ, նկարում եմ, բավարարված եք չարուլիկ։ Ոչ։ Շատ երիտասարդ արտիստներ ձեզ անցյալում եւ ներկայում նույնպես մեղադրում են նրանում, որ դուք ոչ թե հավասար ընկերություն եք նրանց հետ անում, այլ ավելի ինչ որ առումով վերևից եք նայում, փորձում եք կրթել նրանց եւ սա է պատճառը, որ կրթել։ Կրթելուց վատ բան կա։ Սա է պատճառը, որ նրանք հիմա այնց ակտուալ է կրթված լինելը, Գարեն։ Ահա, եւ նրանք խուսափում են շատ հաճախ ձեզանից։ Խուսափում է ոչ խելացի մարդը։ Կրթվելուց խուսափում է ոչ խելացի մարդը։ Ճշմարտություն լսելուց խուսափում է վախկոտը եւ թույլը։ Եթե դու ուզում ես քո մասնագիտության մեջ հասնել ինչ-որ գագաթնակետի, դու պիտի չվախենաս քննադատությունից, ինչից եմ վախենում։ Որովհետեւ տենց կերպար եք ստեղծում, այլ ճշմարիտ խոսելուց լավ բան չկա։ Ես գիտես, Կարեն, ես ոլորտից հասկանում եմ, բավական հասկանում եմ։
Եթե լավ բան եմ լսում, անկախ տարիքից չեմ կարող չասել, ինչ լավն է, չեմ կարող չասել։ Ինչպես եք վերաբերվում ձեր հանդեպ քննադատությանը։ Այ օրինակ, որ այլևս պետք չի երգեք կամ նմանատիպ։ Այդպես բան առաջինը դուք ասացիք։ Դուք Ես էլ չէի գտնում, լսել։ Կարեն։ Ինձ թվում է Կարեն ուղղակի իմպրովիզացիաներ է անում։ Ես էլ չեմ լսել նման բան, որովհետև Իրոք է նոր երիտասարդ։ Թող երիտասարդները երգեն։ Բայց ես ում այդ շատ լավն է։ Հա, տենց մի հատ կին կար, վերջերս նամակ էր գրել, ես չգիտեի, որ տենց երգչի ունենք մենք։ Անկյուղ չգիտեի, հա, մի հատ նամակ էր գրելից, որ ես փակել եմ ճանապարհը իրա, ես ճիշտ ասած չգիտեի իրան, չէի ճանաչում։ Բայց ում եմ խանգարում ես։ Մի հատ ինձ կասեք, ես դիտած գալիս է։ Բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են, որ Շուշան Պետրոսյանը խանգարել է նրանց, խնդրում եմ մեկնաբանություններում հայտնվել։ Մեջքից չխոսելու փոխարեն ինձ ասեք, տեսնեմ ինչով եմ դες խանգարել, հաճույքով կլսեմ։ Հաճույքով եւ ժպիտով, որովհետեւ բացի օգնելուց որևէ մեկի երբևէ արգելք չեմ հանդիսացել։ Այնպես որ դիրզայթ է, սպասում եմ բոլորիդ։ Բայց ինչի է տպավորությունը հիմնականում այնպես, որ ձեզ ավելի խիստ մարդ են ճանաչում, մտածում են, որ դուք կարող եք ինչ-որ թեկուզ այդ ասեկոսները որ կան, ինչ-որ մեկի ճանապարհին կանգնեք, ինչի է նման տպավորություն հա ձևավորվում մարդկանց մոտ։ Մարդիկ միշտ տպավորություն ստեղծում են իրենց չափանիշներով, այսինքն իրենք ինչի ընդունակ են, այդպեսին էլ ներկայացնում են դիմացինին։ Խիստ, իհարկե, երաժշտության հանդեպ շատ խիստ եմ։ Սարսափելի խիստ եմ եւ պահանջկոտ եմ բեմի հանդեպ սարսափելի խիստ եմ։ Բայց դա պրոֆեսիոնալիզմ է, չէ՞։ Դե դա արդեն դատեք ինքներդ։ Շուշան, Ապա Ես վախենում եմ Կարենի հարցերից։ Ես բոլորովին։ միշտ սիրել են շատ-շատերը։ Դուք սովորեք միշտ ուշադրության կենտրոնում Ինձ լինել։ նաև չեն սիրել շատ-շատերը, որը Այո, նորմալ է։ որոշները նաև չեն սիրել, բայց մշտապես ուշադրության կենտրոնում եք եղել եւ դա շատ վաղուց է, ինձ թվում է արդեն սովորել եք։ Բայց հասարակության մեջ կա մի կարծիք, որը վստահ եմ շատ-շատերն են ձեզ փոխանցել եւ դուք էլ լսել եք, որ ձեզ սիրում են որպես արտիստ։ Եվ շատերը սկսեցին մեղադրել, ինչին էր պետք, որ Շուշան Պետրոսյանը հայտնվեց քաղաքականության մեջ։ Շատ ծեծված հարց։ Արդյոք երբևիցե եղել է, որ ինքներդ մենակ լինելով ձեզ հետ խոստովանել եք, որ իսկապես միգուցե պետք չէր գնալ այդ ճանապարհով։ Ճիշտ ասած, իմ քաղաքականության մեջ հայտնվելը ձեզ էր պետք։ Լավ։ Այս հարցը ինձ առաջ ափերից հանում էր, հիմա արդեն լսում եմ ժպիտով, որովհետև քաղաքականության մեջ նաև պետք է մշակույթի գործիչներ լինեն։ Պետք է լինեն մարդիկ, որոնք որ հասկանում են մշակույթից, որոնք որ գաղափար ունեն եւ երաժշտությունից, եւ կերպարվեստից, եւ թատրոնից, եւ գրականությունից, եւ ճարտարապետությունից, հա։ Եվ ես կարծում եմ, որ ես կարող էի հայտնվել պատգամավորական աթոռին եւ ավելին ասեմ, ես չեմ միայն որ այդպես եմ կարծում այնուամենայնիվ, եւ ովքեր որ կարծում են այնուամենայնիվ գնահատել են թերևս իմ շնորհները, չհաշված ձեռքբերումները, իմ անցած ճանապարհը, որը բոլորիդ արժև է եղել։ Այս թեման արծածողները չեն փայլում գիտելիքներով, որովհետև պատգամավոր դառնալը դեռևս չի նշանակում քաղաքականություն մտնել։ Քաղաքականություն իրենց ընկալումով մեր երկրում ապրելը արդեն քաղաքականություն է, որովհետև մենք շատ ծանր տարածաշրջանում ենք ապրում։ Կարծում եմ կարելի է մի փոքր դադար տալ, որովհետև մթնոլորտը ոնց որ թեժացավ։ Հա, ես էլ սկսեցի քրտնել իրականում, կարծում եմ լավ կլիներ մեր գործընկեր գրոհը Ռեն Շաուրով ցնցուղ ընդունել եւ նաեւ մերսում ընդունել, ինչը նաեւ քեզ եմ խորհուրդ տալիս։ Ահա։ Նվիրում ես ինձ։ Այո։ Շուշան օրը քանի անգամ ես լոգանք ընդունում։ Լսել եմ որ շատ։ Այո, որտեղից կար խոսում են հա այդ մասին։ Քաղաքում խոսում են։ Ասեկոսներ կան, չէ՞։ Մինչ Կարենը երազում է լոգանքի մասին, ես ուզում եմ United Technical Service-ի կողմից ձեզ հատուկ քարտ տալ։ Շնորհակալ եմ։ Որպեսզի ձեր լոգանքները ավելի փառահեղ անցնեն։ United Technical Service-ը գրոհե մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում, իդեպ վերջերս գործարկվել է Shop Grohe.am-ը հայալեզու տարբերակով, կարող են on-line shop-ի սիրահարներն էլ անմիջապես on-line գնում կատարել եւ 24 ժամվա ընթացքում ստանալ իրենց տան։ Դուսիկ ամեն դեպքում քո գայթակություններով չես կարող հաղթող ճանաչվել։ Ես առաջարկում եմ անցնենք մեր։ Իսկ դու ինչ ես առաջարկում։ Ինձ հետաքրքիր է։ Չարություն։ Դու չես Ուրեմն հաղթում կարողանում։ է ինքը։ Շոշան, շատ արտիստներ, ձեր գոլեգաներ, երբեմն էլ ձեր ընկերները ժամանակի ընթացքում փոխեցին իրենց քաղաքական հայացքները եւ անցան
գնացին այլ ուղղությամբ։ Դուք այն մարդկանցից եք, ով մնաց սկզբունքային Դուք հիմա շատ լավ բան եք ասում, կարող է տաքություն ունեք, օրենքով պետք է վատ բան ասեիք։ Սկզբունքային մարդ լինել այնուամենայնիվ վատվաբեր է։ Ինչ եք կարծում, այս սկզբունքայնությունը ձեզ այնուամենայնիվ հաջողություն բերեց, թե բերեց հաջողություն բերեց, թե բերեց երկարատև դեպրեսիաներ, հիասթափություններ եւ դժվար։ Դեպրեսիաներ չի բերել, որովհետեւ մարդը երբ որ ազնիվ է եւ երբ որ մարդու համար գերագույն արժեք է Աստված եւ հայրաքելական եկեղեցին եւ երկիրը իր հոգսերով թող դեպրեսիի մեջ ընկնեն նրանք, որ ինձ չեն կարողանում կոտրել։ Ես ինչ պիտի դեպրեսիվ, ես հանգիստ ապրում եմ, ինձ համար հիասթափություններ շատ են եղել, որովհետև դավաճանություններ են եղել, անկերական դավաճանություններ, այդքանը։ Ինձ հետաքրքիր է շատ այդ վատ ալիքը, երբ գալիս է ձեր կողմ։ Դուք ո՞նց եք կարողանում այդքան ուժեղ դուրս գալ տակից։ Այդ ալիքը որն է, տեսել եք ով է։ Ուներ իրական մարդ չկա։ 85-90% սուտ վճարովի ֆեյքեր են, այսինքն ես ումից պիտի վատ լինեմ, օդից, այն էլ օդ չէ, պղտորված օդից։ 30 արծաթով երկիրը ծախող ինչ որ ոչնչություններից, որոնք այդ փողը դնում են գրպանը գնում են տուն ու երեխեքին ասում են մաման կամ պապան անապազորը հացա բերել, փողա բերել։ Ինչ ուս կարա, իրանք թող մտածեն։ Իսկ դրսում անցորդներին վստահ եմ հանդիպում եք, երբեմն նաև զրուցում եք, այ հետաքրքիր է շփումը, ոնց է ստացվում, հա։ Գնահատանքից, հարգանքից եւ ջերմ դեմքերից ոչ մի բան չեմ տեսել, Աստված վկա 18 թվից առ այսօր 2 անգամ է եղել դեպք։ 2 անգամ է եղել դեպք, որ երկու կանայք մի անգամ ինձ տեսան սրճարանում ընկերոջս հետ նստած եւ պատուհանին խփելով գոռգոռում էին, ընկերս բնականաբար վազեց, որպեսզի բռնի, նրանք փախել էին։ Սա մի դեպք, մյուսը չեմ հիշում։ Բայց երկու դեպք ա եղել, այդտենց չի եղել։ Այսինքն մատերի վրա հաշվելու դեպքեր են։ Տարածաշրջանը, տարածքը, Facebook-ի տարածքը դեռևս իրականություն չի։ Շուշան, դու, ինչպես նշեցի, մշտապես ուշադրության կենտրոնում ես։ Եղել է երբևիցե այնպիսի իրավիճակ, որ հայտնվես մի վայրում, որտեղ որևիցե մեկը ձեզ չի ճանաչում եւ դուք խուճապի մատնվեք։ Հակառակը, այդպես ավելի լավ է, երբ չեն ճանաչում։ Մեհրաբի զորամասում համերգների էինք, իջանք ներքև, դեպի Բերդ ենք գնում, ճանապարհին տղերքը իջան սիգարետ բան առնելու, ծամոն բան։ Մենք էլ ես էլ իջա ինչ-որ բան առնել, երեխես հետ սեր Գրիգորս, փոքր էր դեռ այն ժամանակ։ Ասես դու Շուշան Պետրոսյանն ես, ասի, էլի են ասել։ Ինքան ուժ չունեի վրա, էլի են ասել, ասեցի, թե արտիստը իրավունք չունի իր տրամադրությունը, իր հոգեվիճակը երբեք ցույց դնելու ժողովրդի առջև, որովհետև ժողովուրդը էներգիա է ստանում ինձնից։ Ես այսօր շատ-շատերին ուժ եմ տալիս, էներգիա, ոչ մեկ չգիտի ինչ է իմ ներսում, ինչեր կան, հատկապես Արցախի կորստից հետո ես ինչ ողբերգություններ եւ դրամաներ եմ ապրել, ինչ ավերածություններ են եղել ներքին, բայց դա իմ ավերածություններն են եւ դա իմ տարածքից, իմ ամրոցից դուրս չեն գալիս եւ պետք է չի որ գան։ Արտիստը ավիոն է, կենսատու է, բայց չէ լինի նաեւ որ մի քիչ կրթող լիներ, իհարկե։ Ես կուզեի ձեզ ներկայացնենք նաև այլ տեսանկյունից, բոլորս գիտենք ձեզ որպես արվեստագետ, այ հետաքրքիր է ինչպիսին է Շուշանը տանը, որպես կին, որպես մայր, այդ դերում։ Դուք ձեր սկզբնական խոսքում նշեցիք նաև, որ սիրում եք խոհանոցը շատ։ Նաև շատ հետաքրքիր է դուք ձեր երեխաների հետ ինչպես եք, այ ինչ խորհուրդներ եք տալիս, ինչպիսի մայր եք դուք։ Մենք ընկերներ ենք, ճիշտ ասած։ Երբ որ 16-ի շեմ անցնում են, արդեն դառնում ենք ընկերներ։ Այսինքն ինչ որ կարող ես տալ որպես ծնող, տալիս ես մինչև այդ։ Երեխեքը անհատականություն են իրենց ծննդյան առաջին վայրկյանից եւ պիտի հաշվի նստել դրա հետ։ Անկախ նրանից, որ մենք նույն տանիքի տակ ենք մեծանում, նույն մշակույթի մեջ ընտանիքի, ամեն մեկը մի տարբեր գույն է։ Ընդհանրացած կարող է լինել մամայի քիմքով ճաշերը, երաժշտությունը, միջավայրը, ֆիլմերը, որոնք նրանք մեծանում են, բայց անհատական վերաբերմունքը չի կարելի փոխել։ Դրա համար դառնում են 40 տարեկան, 50 տարեկան, ներողություն եկայեշեր, բայց ծնողների նայելով են ապրում։ Դա չի լինի, իրենք պիտի գնան, պիտի կրթվեն։ Ես ամեն ինչ տալիս եմ դրա համար, որ իրենք լինեն կայացած, իրենց ոտքերի վրա կանգնած, կրթված մարդիկ եւ ունենան ամեն մեկը իր նախընտրությունը, այսինքն մեծ արդեն ունի, երկրորդը այդ շեմին է արդեն։ Նույն հետաքրքրություններն ունեք։ Արվեստի մեջ են, երկուսին հետաքրքրություններն էլ տարբեր ուղղություններ են իհարկե, մեկը կերպարվեստ, մեկը նկարչություն։ Մաման կիսվել է էլի երկուսի մեջ էլ։ Շուշան, բավականին տարիների ես իմաստությունը հավաքելով, ասել ես կյանքի մի փուլ,
Երբ կարող ես, հա, ետ նայել եւ փորձել խմբագրել քո կյանքը։ Ինչ կխմբագրեիր, որ շրջանները կհանեիր կամ այն ընտրությունները, որոշումները, որ կայացրել ես անցյալում։ Ոչ մեկը դա իմ կյանքն է, դա իմ որոշումներն են եւ որևէ բան ստիպողաբար իմ կյանքում չի եղել։ Նշեցիր, որ չես զղջում քաղաքականության մեջ մտնելու համար։ Իհարկե չեմ զղջում, ասում եմ իմ ընտրությունն է։ Իմ ընտրությունն է եւ մաղթում եմ բոլոր այս պահին քաղաքականության մեջ գտնվող պատգամավորներին թողնել այն ժառանգությունը իրենցից հետո, երբ որ կվերջանա իրենց ծառայության տարիները, ինչ որ ես եմ թողել։ Շան, բայց նաև ունեցել ես բավականին շատ հայկական իրականության համար որոշումներ ընտանիք ստեղծելու համար։ Կան մարդիկ, որ կուզեիր ամեն դեպքում խմբագրեիր քո կյանքից։ Ոչինչի համար։ Ունեցել եմ 2 ամուսին, երկուսն էլ շնորհակալ եմ, որովհետև ունեմ 2 հրաշալի զավակ։ Դրանից լավ բան, շնորհակալ եմ իրենց։ Մենք խոհանոցից չխոսեցինք։ Ես տանում եմ խոսակցությունը խոհանոց, Կարենը մեզ շեղում է։ Արզա, ինքը օծում չարն եմ։ Ես լսել եմ, որ դուք բավականին լավ եք պատրաստում։ Սուտա, ֆանտաստիկ համեղ։ Սուտա։ Եվ լսել եմ այս չարից։ Սուտա, դիցաղս գալիս է։ Իդեպ է մի օր կողքերուտ։ Եվ գիտեմ, որ ձեր տուն գալիս են հյուրերը քաղցած։ Միշտ։ Հատկապես ընկերներն են, որոնք երեկոները գալիս են եւ խոսում են դիետաներից։ Ուշ երեկոներ։ Խոսում են դիետաներից։ Այո։ Բայց 10 րոպե հետո ինչ կա չկա ուտում են ու գնում։ Ես հուսա մի օր այդ երեկոներից մեկի ժամանակ ներկա կգտնվեմ, որովհետեւ ես ինքս համեղ սնվել սիրում եմ, բայց հետաքրքիր է այդ համեղ պատրաստելը որտեղից է ձեր մեջ մտնում։ Դե մամայիցս, տատիկներիցս։ Հաճույք եք ստանում խոհանոցում։ Հա, ես շատ եմ սիրում։ Հա, դա ինձ համար մշակույթ է, ոչ միայն պատրաստելը, բայց սպասքերը, անձեռոցիկը հետը պիտի լինի բան։ Եվ դա այնպես չի, որ միայն հյուրերի համար, իմ երեխեքի համար էլ երբ որ սեղան դնում եմ, դա պետք է լինի հատուկ աբսենտ, պատառաքաղ դանակը, հատուկ անձեռոցիկը, այդպես է եղել միշտ, այսինքն դա նենց չի, որ ձև չի, այդպես ես սիրում եմ ուղղակի։ Շուշան, երբևիցե եղել է, որ ինչ որ բան եք պատրաստել, հյուրեր ընդունելուց առաջ փորձել եք եւ հասկացել եք, որ դա առհասարակ հյուրասիրելու բան չէ եւ շատ սուսպուս վերցրել եք եւ կամ թաքցրել կամ դերել։ Եղել է դեպք, երբ որ պատրաստել եմ շատ համեղ, այսինքն որոշել էի պատրաստել մի բան, որ կա իմ ճաշացանկում, հորթի մսով, շագանակով, սպիտակ գինով մի այսպես կերակուր է։ Ստացվեց այնպես, որ շագանակները երբ որ եփեցի, խնդրեցի, որ ընկերուհիս մաքրի։ Ամեն դեպքում ընկերուհին էր մեղավոր։ Ինքը իր աշխարհ հայացով էր մաքրել այդ շագանակը։ Կարծել էր, որ դա է ճիշտ, այդպես դրել էր մսի վրա։ Ես էլ եկա լուրջ առանց նայելու, չեմ տեսնում, դե որ թրջվում է չի երևում։ Գինին լցրեցի, բայց դա որ չես անում այդ շապիկը, ինքը չի փխրվում եւ չի ստացվում այն ինչ որ պիտի ստացվի։ Այդ մի անգամով ֆիասկո եմ ապրել եւ այն ինչ որ տեսա նույնությամբ թափվեց։ Դուշան կարող եք սիրո համար պայքարել։ Սիրո համար երբեք տղամարդու համար չեմ կռվի, կռիվ չեմ տա։ Երբեք։ Իսկ եթե սխալ եք։ Եթե սերը կա, պայքարում ես ընտանիքի համար, որ ընտանիքը պահպանես։ Արդյոք պատրաստ ես գնալու կոմպրոմիսների եւ այլն։ Դա էլ չափի մեջ իհարկե, որովհետեւ չսիրո մեջ ընտանիքը երբեք լավ չէ։ Մեկն փողոցով քայլում եմ ու տեսնում եմ մռայլ դեմքերով մարդկանց։ Հասկանում ես, որ սիրո մեջ չեն մեծացել, որ չեն տեսել ծնողների սերը եւ այլն, հասկանում ես։ Ընտանիքը միշտ պիտի լինի ու հարատևի ինձ համար, ընտանիքը դա գժվելու բան է, շատ եմ սիրում ընտանիք, լիքը զավակներ, միշտ երազել եմ, սկզբում 5 էի երազում, հետո 7 երեխա էի երազում։ Շնորհակալ եմ Աստծուց, որ երկուսն ունեմ, որ աղջիկներ կան, որ դա էլ չունեն եւ գիտեմ, որ շատ կուզեին մայրանալ։ Դրա համար միշտ ասում եմ, շնորհակալ եմ իմ 2 զավակների համար, բայց երազանք ունեցել եմ, լիքը զավակներ։ Շուշան, պրովոկացիոն հարց ապագայի համար։ Ապա Եթե ընտրություն լինի, սիրվել թե սիրել, որը կընտրես։ Չես հոգնես սիրելուց։ Միգուցե ժամանակն է սիրվես։ Ոնց կարելի է հոգնել սիրելուց, բայց հետաքրքիր հարց տվիր, պրովոկացիոն չէր։ Թույլ կտաս սիրեն քեզ։ Տարեկի հետ, լսի, դե ես ոնց կարող եմ արգելել, որ ինձ սիրեն։ Բայց դու չսիրես։ Այդպես կարող են սիրել, ես էլ գնահատեմ այդ սերը, այդքանով վերջանա պատմությունը։ Չսկսվի պատմությունը, ուղղակի սիրեն։ Դու նկատի ունես սիրելը կյանք կառուցել եւ այլն։ Լինել կողքի։ Դժվար հարց է։
Կարող է մարդը այնպես է սիրում, որ իմ փոխարենել է սիրում։ Դու սիրում ես ինքդ քեզ։ Ես հաշվի եմ նստում իմ բարդ, շատ հեշտ, բոհեմիկ բնավորության հետ եւ դա հասկանալով իհարկե ավելի հանդուրժողական եմ դիմացիներից հետ կապված, բայց ես նաեւ գիտեմ, որ ես շատ հեշտ եմ, որովհետեւ մարդիկ ինձ համարում են բարդ, ես կարծում եմ ավելի հեշտ բան, քան ազնիվ ապրելն չկա, քան մարդուն մտքին ասելը։ Այսինքն եթե իմ դիմացին է ինձ համար թանկ է, ես չեմ կարող լռել, երբ որ տեսնում եմ մի բան, ինչի հետ համաձայն չեմ։ Թե ինչպես կվարվի նա, դա իր հետ է կապված, բայց լռելը անազնիվ է, որովհետև դու սիրում ես այդ մարդուն, ընկերդ է կամ ընկերուհիդ է։ Եթե լռում ես եւ դա անազնիվ է, ուրեմն դա ընկերություն չի։ Բարձրաձայնում ես, ուրեմն ինքը թող մտածի։ Ինքը թող մտածի, թե դու ինչքան թանկ ես իր համար, չի հասկանում Աստված իր հետ։ Մարդդ մի հատ էլ կրկնի։ Դու սիրում ես ինքդ քեզ։ Ինքս ինձ սիրում եմ, թե չէ։ Տարիներով ավելի շատ հասկացա, որ կարելի է եւ սիրել, ինչու՞ չէ։ Եվ դա շատ լավ է, որովհետեւ եսակենտրոնությունն եւ ինքնասիրահարվածությունը, այդ փառասիրությունը դա սարսափելի բան է։ Մեկ-մեկ տեսնում ես ինքնասիրահարված փասյանի նման գնում է, ոչինչ երանից չի ներկայացնում։ Այ մարդ, ես ինձ սիրելու ժամանակ չունեմ, Կարեն, ես սովորում եմ։ Ես հիմա էլ եմ սովորում։ Դրա ժամանակը չկա։ Ես ինձ սիրեմ, նենց ապրեմ, որ ես ինձ հետո լավ անուն թողնեմ։ Նենց ապրեմ, որ երեխեքս ասեն, որ մենք Շուշանի տղերքն ենք։ Նենց ապրեմ, որ ընկերներս ասեն, ինքը մեր ընկերն է եղել։ Ինքնասիրահարվածներ, հանգստացեք մի հատ։ Դե ինչ Շուշան, ծանր հարցերի փուլն ավարտված է, անցնում ենք մեկ այլ խորագրի, ասեկոսետ հեյ ճշմարտություն։ Միայն թե անկեղծ կլինես մեզ հետ։ Կարծում եմ Շուշանը մեր հետ միշտ է անկեղծ Ոչ միայն ձեզ հետ։ Այո, կանոնը շատ պարզ է։ Մենք հնչեցնում ենք ասեկոսները, որոնք շատ տարածված են, ընդամենը 5-ն ենք առանձնացրել։ Դուք կարճ կոնկրետ կպատասխանեք։ Քչություն է անում, երեխեք։ Գնացինք։ Մենք ուղղակի ավելի քչացրել ենք։ Առաջի ասեկոս է։ Շուշան, ճիշտ է, որ դուք ժամանակին հրաժարվել եք շատ շահավետ արտասահմանյան պայմանագրից միայն այն պատճառով, որ ձեզնից պահանջել են փոխել ձեր երկացանկի ոճը։ Այ, շոկան։ Երկացանկի ոճը չէ, շոկան։ Պիտի աշխատեի հրեական շոկայի համար։ Ճիշտ է, որ դուք բարդ հարաբերություններ ունեք ներկայիս ծերնդի հետ եւ նույնիսկ ոմանց արգելել եք, որ ձեր երկացանկից երգեր կատարեն։ Որևէ մեկի հետ բարդ հարաբերություն չունեմ, առավելն ասեմ, չեմ ճանաչում մեծ մասին։ Այսինքն ման սուտ է։ Իհարկե սուտ է։ Շուշան, դա ճիշտ է, որ դուք պատրաստվում եք լքել Հայաստանը վերջնականապես եւ նաեւ Հայաստանում ունեք 6 կամ 7 բնակարան, 6-7 չէ, այդ տղա 25 բնակարան եւ այլն։ Բնակարանները խախինքի, իսկ այդ միտքը տարածողը, որ ես պիտի Հայաստանը լքեմ, լուրջ է այդ հարցը տվել, ասենք իմ կյանքը ծաղիտ առաջ է, ասենց սկուտերի վրա դրած է։ Նման եմ գնացողի, կամ ում պիտի ուրախացնեմ մեկնելովս, մի հատ մտածեք էլ, ես նենց բան թույլ կտամ, բա։ Երկրիցս ով է թանկ ավելի։ Ասեկոսներ են պատտվում, որ դուք նախկինում ձեր շատ մտերիմ ընկերներից ոմանց հետ հարաբերությունները դադարեցրել եք հենց քաղաքականության պատճառով։ Քաղաքականության պատճառով ես չեմ դադարեցրել։ Դեռ պատմություններ են եղել, երբ որ ասենք Աբովյանով իջնում եմ, ու դիմացից դուրս է գալիս մարդ, որը երբ որ պատգամավոր էի, ստվերի պես ինձ հետ ապնդում էր եւ հանկարծ չի ճանաչում ինձ։ Այդպես էլ դեպք եղել։ Ընկերներ դադարեցնել, ունեմ ընկերներ, որոնք որ համացանցում դմբո տեքստեր էին գրում, իրենց հանում էին ընկերությունից, որպեսզի չտեսնեմ այդ գրառումները։ Որովհետեւ եթե ընկեր ենք, իսկ ես ոլորտում եմ, հենց մեջն եմ, կարելի է հարցնել։ Հարցնելը եւ ավելին գիտենալը երբեք մեղք չի։ Երբ որ չգիտեք, կարծիք մի կազմեք, միշտ ապեք կարծիք կազմել, հատկապես երբ որ այդ կարծիքը ձևավորվում է դեղին մամուլի հանրության մեջ անդադ տարածվող, այսպես մեխանիզմ է դա աշխատող։ Բայց դու քեզ մտավորական ես համարում, ես իրավունք ես վերապահում, կարծիք հայտնել չիմանալու բոլորովին թեմայից, գաղափար չունենալու։ Այդպես ընկերներ կան, ոմանք բնականաբար երբ որ ասացի այս ձեր պատճառը, հասկացան, որովհետև մարդը սխալական է, ասում։ Հիմա շատ-շատերը դրանցից իմ հետ նույն գաղափարակիրներն են, բայց մարդիկ կան, որ այդպես էլ մնացին։ Շուշան, ճիշտ է արդյոք, որ դուք գաղտնի կամ թաքուն պատրաստվում եք նոր ալբոմ կամ նախագիծ ստեղծելու, որը լինելու է ձեր մեծ վերադարձը։ Հեռացում չեր եղել ճիշտն ասած, որովհետև գաղտնի չի դա,
Դա նույնիսկ մի քանի եթերների ժամանակ ասել եմ, թե ինչ երազանքներ ունեմ։ Խնդիրը միայն այն հերոսն է, որը որ քաջություն կունենա եւ սպոնսոր կկանգնի այդ ծրագրին, որովհետեւ մարդիկ շատերը նույնիսկ ցանկություն ունեն, բայց վախենում են այսօր։ Ես նախկին եմ, էլի։ Եթե Սուսիկը դեմ չէ, ես որպեսզի վերջնականապես հաղթեմ այսօրվա հարցադրություն, ես հավելյալ 3 հարց եմ ուզում ձեզ տալ։ Ահա։ Եթե վերջի պահը լիներ ձեր կյանքի եւ ընտրեիք ձեր երգացանկից մեկ երգ, որպես soundtrack, որը կլիներ դա։ Այս պահին Արցախը, Արտուր Գրիգորիչի։ Շուշան, երբևիցե եղել է, որ զոհաբերել եք ձեր սիրային պատմությունը, հարաբերությունները, ձեր սերը, հա? Հանուն քաղաքականության։ Չէ, փառք Աստծո, տենց սխալ ընտրություն չի եղել։ Չի եղել տենց սխալ ընտրություն։ Դու բոլոր իմ ընտրությունները գիտես, ինչ ես արկաբարձր տալի։ Շուշան Պետրոսյանը ներել գիտի, միայն անկեղծ։ Իհարկե գիտեմ։ Ինչպես ես ներում, այ որն է Շուշանի ներելու տարբերակը։ Ներել, ես կարող եմ ներել եւ չմոռանալ ուղղակի, դրանք տարբեր բաներ են։ Բայց խայթել, պատժել։ Ինչ խայթել։ Կարեն, ես կամ են ինչ որ կամ խայթել չէ, դու ախմախությունա կասեմ ախմախությունա։ Այ օրինակ տուն հրավիրես ու սուրճի մեջ մի քիչ բան լցնես։ Այդքան դու տես բաների ընդունակ ես։ Ով գիտի։ Ամեն դեպքում չար կողմն է։ Չէ, ես եմ կարող տենց բան անել, հատկապես եթե իմ տունը եկել, ես աղոհացով տուն ունեմ։ Շուշան, իմ վերջի հարցը։ Ապա Դու բարի ես թե չար քո համար։ Որ կերպարն է ավելի քեզ հոգեարազատ։ Ես կարծում եմ, որ ես մեկ-մեկ չափից շատ բարի եմ։ Չափից շատ բարի եմ եւ մարդիկ կան, որոնք որ օգտվում են դրանից։ Կուզեի մի քիչ այլ կերպ լինել, բայց չեմ կարող, դա իմ էությունն է։ Իսկ քեզ գրավում են չար մարդիկ։ Երբեք։ Ոնց կարող է չար մարդը գրավի։ Ոնց կարող է չար մարդը գրավի։ Ոնց կարող է։ Չէ, ինչու է վատ տղամարդ ասվածը, bad boy։ Bad boy-ը չար չի, ջանիկ։ Bad boy-ը դա իմ դասարանցի ընկերներն էին, որոնք որ չարաճճեին դասերի ժամանակ, բայց շատ լավ էին սովորում։ Այդ է իմ սիրած տեսակը, թե չէ, այն չշնչող։ Ճիշտ եմ հասկանում, որ քո մեջ էլ կա այդ bad boy-ը։ Իհարկե կա։ Բայց ոչ է, գրավ։ Դե հա։ Կարենը պարզապես ուզում է երկար հարցեր տալ, որպեսզի հաղթի, բայց ես կարծում եմ, որ չի ստացվելու, որովհետև Ժամանակն է, որպեսզի Շուշան իսկապես որոշես, որ հարցերը շարժեցին քո սրտի ամենաթաքնված լարերը։ Քանի որ Աստծո ստեղծագործությունը կատարյալ է, ուր իրենց ուրույն դերը ունեն ամառը ու ձմեռը, բարին ու չարը, սևն ու սպիտակ, լույսն ու ստվերը։ Կար, այնքան բարի էին հարցերդ, քան մարդկային էին, ստացվեց։ ստացվեց։ Այնպես որ կեցեք երկուսը։ Շնորհակալ եմ։ Ինչքան էլ Օբյեկտիվ չեմ այսօր։ Խիստ դեմքեր էր սարքում հարցերը տալուց, շփիտով եմ Ոչ, ես չար եմ։ Չէ, դու չար չես, որովհետև Շուշանին հաջողեց քեզ մի քանի անգամ նույնիսկ հուզել։ Իսկ դա Գուցե Շուշանը կամերաները շատ բարի ուղակի, այդպես էլ կա։ Իսկ միգուցե ես կեղծում էի։ չենք Չէ, հավատում։ ամեն Դու դեպքում չես շնորհակալ եմ կարող ձեզ։ Լավ նախագիծ է, ձեզ կանաչ ճանապարհ եւ սուր հարցեր ստեղծելիս կարող եք դիմել։ Շնորհակալություն անչափ ձեզ։ Որովհետեւ շատ բարի եք։ Շնորհակալ ենք, շնորհակալություն մեզ վստահելու եւ այստեղ գտնվելու համար։ Իսկ ես վերջում անպայման ուզում եմ նշեմ, որ ներդաշնակ լինելու համար իսկապես պետք է լինել եւ բարի եւ երբեմն էլ չար։ Եվ մեր հաղորդման վերջում էլ շնորհակալություն ենք հայտնում Cheers-ին այս հարմարավետ սիրուն հաթոռների համար։ Հարմար է, չէ՞։ Ես եմ ուզում աթոռ ձեռք բերել, այնպես որ կարծում եմ կարող եմ իրենց դիմել։ Քո աթոռը կարող ես քեզ հետ տանել։ Չէ, իմ աթոռը իմ հետ չեմ տանի, բայց իմ տան համար նոր աթոռներ եմ ուզում ձեռք բերել։ Ես ձեզ Կարծեմ կօգնեմ։ թե հարմար է։ Cheers-ում շատ Հրաշալի գեղեցիկ է։ աթոռներ կան, ես անպայման կուղարկեմ ձեզ։ Վերջացրեցինք։ Գրկով են, գրկով են։ Դե ինչ, մեզ դիտողներին եւ հետևորդներին անպայման ուզում ենք խնդրել, որ ակտիվ լինել։ Նշել, որ հարցերը ձեզ դուր եկավ, թողնել մեկնաբանություններ տեսանյութի տակ եւ մյուս մեր ապագա թողարկումներում մենք կփորձենք ել ավելի լինել չար կամ բարի։ Չմոռանաք բաժանորդագրվել Ելակետ տեղեկատվական կենտրոնի YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի առաջինը դիտեք մեր առաջիկա թողարկումները։ Սա երկու դեմք նախագիծներ։ Կհանդիպենք շուտով։